Ողջույն ձեզ, սիրելի լրագրողներ, օպերատորներ, ներկաներ։ Ես ճիշտ ասած իմ խոսքը կուզեի ավետարանով սկսել, օրվա ավետարանով, որտեղ մեր Սուրբ Եկեղեցին մեզ այսօր Սուրբ Հովհաննես Առաքյալի առաջին նամակի միջոցով հստակ պատկերացում է տալիս արդարության, հավատքի, ճշմարտության կապի մասին եւ ասում է. Ով արդարություն չի գործում, Աստծո որդի չէ, եւ տանում է դեպի չարիքի դաշտ։ Այն ինչ ներկայացրեց պարոն Զորապյանը եւ այն ինչ այս վերջին 4 ամսվա ընթացքում ես ականատես եմ եղել Մասյացոտնի թեմում եւ վերջին 1 տարվա ընթացքում մեր հանրապետության տարածքում առնչված Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցու եւ հատկապես Մայրաթոր Սուրբ Էջմիածնին խոսում է մի մասին, այն մասին, որ մենք իրավական պետություն չենք։ Ուրեմն այն ինչ կատարվում է մեզ հետ մանրակերտն է կամ Մասյացոտնի թեմի հետ կապված գործը, իրավիճակը, իրադրությունը, պատկերը մանրակերտն է, թե մենք ինչպիսի երկրում ենք ապրում։ Մինչդեռ սահմանադրությամբ հռչակված է, որ մեր պետությունը իրավական պետություն է։ Ուրեմն ամեն ինչ սկսվեց Մասյացոտնի թեմի հետ կապված հունվար 10-ի Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, երբ փոփոխություն տեղի ունեցավ թեմի առաջնորդի ուրեմն հարցում։ Երբ հայրապետական տնօրինությունը հռչակվեց, գործադիր իշխանության ղեկավարը անմիջապես արձագանքեց հրապարակային հայտարարելով, որ չի ճանաչում Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունը, որը առնչվում էր ընդամենը եկեղեցու ներքին կառավարման համակարգին։ Իհարկե ձայնակցեցին նաև իշխանության մյուս թևերը, հատկապես օրենսդիր մարմնում ներկայացված իշխանական падգամավորները եւ այսպես դիրքորոշում կեցվածք ձևավորվեց, որ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունը չի ճանաչվում, չի ընդունվում։ Բայց այստեղ կանգ չառավ այս գործընթացը։ Սրան հետևեցին արդեն գործնական քայլեր, որը արտահայտվեց նախ անմիջապես թեմում, հովություններում, քահանաների եւ քահանաների ընտանիքների հետ առնչված։ Գործի անցավ տեղական ինքնակառավարման մարմինը կամ գործի անցան մարմինների ներկայացուցիչները։ Քահանաներին սիրաշահելու, խոստումներ տալու, որոշներին կամ որոշ դեպքերում սպառնալու, ընդհուպ մինչև եկեղեցիներից վտարելու, այսինքն մարդը հովիվա այսինչ հովությունում, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, չգիտեմ ում անունից, իհարկե մենք գիտենք ում անունից, մոտենում են եւ ես անուններ չեմ նշում, դրանք բոլորը ժամանակին լուսաբանվել են, անուն առ անուն տրված են եւ մամուլում արկա է։ Մոտենում են ուրեմն քահանաներին եւ սպառնում են, որ եթե չեք ընդունում այն կեցվածքը, որով պետք է դուք էլ չճանաչեք Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունը, նշանակում է դուք դեմ եք գնում ուրեմն պետության քաղաքականությանը, հետևաբար մենք ժողովրդով, թե ինչ ժողովուրդ ես չգիտեմ, ոնց հասկանում եմ ժողովրդի անունից նույն ժողովրդի դեմ է աշխատանք տարվում, ձեզ կհեռացնենք, կվտարենք, կփոխենք, եկեղեցիների կողպեքները կփոխենք, որոշ դեպքերում եկեղեցին առաջարկվել է նույնիսկ որոշ ժամանակով փակել հավատացյալների առջև, մինչև այս թնջուկը ուրեմն վերջնականապես կլուծվի, երբ քահանաները անհողդողդ են մնում, 20 քահանա, թեմի 23 քահանաներից 20-ը
իրենց հովություններում չեն նահանջում այս մոլորեցման ստի եւ մյուս կողմից վախի այս մթնոլորտի միջավայրի ներշնչանքի առջև գործի են անցնում իշխանության մյուս ճյուղերը եւ այս դեպքում արդեն դատարանը, որը կայացնում է անօրինական որոշում բոլոր փաստաթղթերով իրավական, այդ թվում նաեւ միջազգային, պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կառավարման կյանքին, առավել ևս ինչ-որ մի թեմի առաջնորդի փոփոխությանը, դեռ փոփոխության ընդամենը ետ է կանչվել Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ առաջնորդ է փոխվել, որը կանոնադրությամբ, որը ներկայացված է պետության մոտ եւ որին դատարանը իբրև թե մի որոշ հոդվածների հղում է արել իր միջանկյալ որոշումը կայացնելու համար, այդտեղ ուրեմն սևով սպիտակի վրա արձանագրված է, որ ամենայն հայոց կաթողիկոսի իրավասության շրջանակում է ըստ անհրաժեշտության թեմի առաջնորդ նշանակելու, թեմի առաջնորդ փոխելու, թեմ բացելու, թեմ փակելու, իր բացարձակ իրավասության շրջանակում է։ Հետևապես կայացվում է դատական որոշում, ինչը որ պարոն Զոհրաբյանը ներկայացրեց, եւ որի վրա իշխանության մյուս պետական ներողություն, պետական մյուս ճյուղերը փորձում են օրինականություն ստեղծել, վկայակոչելով դատարանի որոշումը։ Գիտեք խնդիրը որն է, երբ որ դու ասում ես, որ այս դատարանի որոշումը օրինական չէ, անմիջապես այսպես սկսում են տարբեր կողմերից հարձակումներ, չեն խոսում, որ դատարանը անօրինական որոշում է կայացնում, այլ խոսում են, որ երբ որ դրա դեմ ձայն ես բարձրացնում օրինականությունը վիճարկելու, խոսում են նրա մասին, որ պետության դեմ են դուրս գալիս։ Ուրեմն իմ խորին համոզմամբ հակապետական քայլեր անում են այն մարդիկ կամ այն հաստատությունները, որոնք կատարում են հակասահմանադրական, հակաօրինական քայլեր եւ կատարում են քայլեր, գործողություններ, որոնք չեն բխում իրենց լիազորություններից եւ մյուս կողմից չեն կատարում իրենց իրական պարտականությունները։ Իմ խորին համոզմամբ սա է հակապետականը։ Սա է, որ թուլացնում է պետությունը։ Հիմա կառավարական փոխարեն հակապետական են ասում մանիպուլյացիայի համար։ Եվ այս անօրինական որոշման վրա փորձ է արվում օրինականության շենքը բարձրացնել, օրինակ ես էլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունեմ իմ իրավունքները։ Ինձ համար վավերական է ամենայն հայոց հայրապետի տնօրենությունը։ Ես կոչված եմ ծառայության, ոչ թե պաշտոնի, ես կոչված եմ ծառայության։ Եվ այս ծառայությունից բխում է նաև իմ պատասխանատվությունը։ Ես պատասխանատու եմ ամենայն հայոց հայրապետի, մեր եպիսկոպոսած դասի, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առջև առնչված իմ ծառայության դաշտին, ոլորտին։ Հիմա պետական մարմինները իդեմս հարկադիրի եւ վերջի շրջանում նաեւ քննչական է հրավիրվել որպես վկա առայժմ փորձում են խանգարել, խոչընդոտել, որպեսզի ես կատարեմ իմ ծառայությունը։ Եվ ինչն է զավեշտալի։ Փաստորեն ես որպես Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական արդեն մոտենա 30-ամյա կամ 25-ամյակը լրացել է 20-ամյա ներողություն հոգևորական փաստորեն ես չեմ կարող պատարակ մատուցել, դա խոչընդոտ է դատական ակտին, ես չեմ կարող երիտասարդների հետ հանդիպել, դա խոչընդոտ է, ես չեմ կարող քահանայից դասին
հանդիպել, քահանական այն դասին, որ հրապարակային հայտարարություն տարածեցին, որ դատական միջանկյալ որոշման եւ իրենց խղճի, համոզմունքի, դավանանքի, ազատության միջև կա անհնարինություն։ Իրենք չեն կարող առաջնորդ ընդունել մեկին, որը աշխարհիկ անձնավորություն է, եւ մյուս կողմից նրանք չեն կարող դուրս գտնվել հայ եկեղեցու կանոնական դաշտից, չընդունելով ամենայն հայոց հայրապետի տնօրենությունը։ Սա գիտեք ինչով է նաև վտանգավոր։ Քահանայի քայլը համայնքի քայլն է։ Եթե քահանան նման քայլ է անում, ինքը եթե հակականոնական է, իր հետևից տանում է իր համայնքին։ Հետևաբար այստեղ վտանգ է առաջանում ամբողջ ծուխը դուրս բերելու եկեղեցու հաղորդության դաշտից, իր բոլոր հետևանքներով, այդ թվում նաև ընդհուպ մինչև նզովքի տակ հայտնվելու վտանգն է առաջանում։ Ես փաստորեն իրավունք չունեմ ըստ այդ տրամաբանությամբ Մասյացոտնի թեմում այսպիսի հանդիպումներ, ծիսական արարողություններ եւ զավեշտը այն է, որպեսզի մենք խուսափենք, արդեն նշեցինք, ստեղծված իրավիճակից, անօրինական միջամտություններից, ստիպված սկսեցինք արձագանքել մեր օրինական, կանոնական տարածքում, որը մայրաթորի տարածքն է իդեպ։ Ստիպված սկսեցինք արձագանքել համայնքների հրավերներին։ Այսինքն ծուխը, եկեղեցական համայնքը, հոգևորականը թեմի առաջնորդին պիտի հրավիրի կամ թեմի առաջնորդի լիազորությունները իրականացնող հոգևորականին պիտի հրավիրի, որպեսզի սուրբ պատարագ մատուցի, որպեսզի երիտասարդների հետ հանդիպի, երիտասարդները իրենք պիտի հրավիրեն, որ ես գնամ իրենց հետ հանդիպեմ որպես իրենց թեմի առաջնորդ։ Ուրեմն եթե ամփոփելու լինենք, այն ինչ կատարվեց ուրեմն վերջի շրջանում առնչված Հայաստանից Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ մասնավորապես Մասյացոտնի, կա նաեւ Արագածոտնի թեմի հարցը, սա մի կողմից հարված էր եկեղեցու սահմանադրականության հիմքերին, մյուս կողմից հարված էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությանը քայքայելու նպատակով։ Ես իհարկե կարող էի անդրադառնալ նաև այլ մանրամասնություններին, առնչված հոգևորականների, բայց այսպես եթե իմի բերելու լինեմ, ինչ է ստացվում։ Չունենալով իրավունք միջամտելու եկեղեցու ներքին գործերին, գործադիրի մի քայլով, մի հայտարարությամբ տեղի ունեցավ այս շղթայական ուրեմն գործընթացը, որը բացասաբար անդրադարձավ թեմի, ծուխերի վրա ընդհուպ մինչև հոգևորականների ընտանիքներ, երեխաներ, մոմավաճառներ, աշխատողներ, մինչև պարզ հավատացյալ։ Այս է դատարանի կայացրած որոշման հետևանքը և ընդհանուր պատկերը։